Ես անգլերենի միջավայր չունեմ, մարդ չկա ում հետ անգլերեն կխոսամ, կարողանամ արդյոք սովորել անգլերեն։ Այո, կարողանաս։ Նախ երբ որ անգլերենի միջավայր չունես, դա չի նշանակում, որ անգլերենի միջավայր ունենալով դու սկսելու ես անգլերեն խոսալ։ Նման ձևով մենք ունենք լիքը հայեր, որոնք ապրում են Ամերիկայում, ամերիկահայերը, բայց կան մարդիկ, որոնք որ միջավայր չեն կարողանում սովորեն անգլերեն, չնայած ապրում են Ամերիկայում։ Դա նրանից է, որ երբ որ դու մարդու հետ, այսինքն օրինակ արտասահմանցի հետ ուզում ես խոսաս, դու արդեն պետք է իմանաս, որ խոսաս։ Եթե դու ասես անգլերեն բառ չգիտես, ո՞նց ես խոսալ, ձեռովոտով։ Դա համար դու պետք է արդեն սովորես, որ հետո իրանց հետ խոսես։ Իրանց հետ ճիշտ է, լավ է խոսալը, որովհետև պրակտիկա է, բայց դու պետք է գրքով սովորես, որ հետո կարողանաս իրանց հետ խոսես։ Եթե դու բառեր չգիտես, ո՞նց ես խոսալու իրանց հետ։ Դրա համար քո համար ուղղակի ստեղծել եմ հիանալի մեթոդ։ Նույն Օքսֆորդի գրքերը, որով պետք է սովորեիր, երկխոսությունները, տեքստերը հանել եմ, կողքը հայերեն թարգմանություն եմ գրել, տակը հայերեն տառերով արտասանություն, նույնը լսողական ունի, կարաք միացնեք, լսեք, թե բնիկ խոսածողները ոնց են ասում, բայց նույնը հայերեն տառերով կարաք կարդաք, ահա որ հեշտ է ձեր համար, հետո նույնը բառերը, Էլի տեքստը, հատ տեքստ, բառերը առանձին էլ մի հատ առանձնացրել եմ, ես մի բառը, այսա նշանակում էլի հայերեն արտասանությամբ։ Հետո տակը վարժություններ, որ հասարակ նախադասություններ կարողանաք կազմել, քերականությունը ուղղակի հեշտ բացատրված է, ուղղակի պետք է այս գրքը մի քանի անգամ կարդաք, այնքան մինչև տպավորվի, ու հաստատ կտպավորվի։ Պետք է մի քանի անգամ կարդաք, մի անգամ կարդում ես, երկու անգամ, երրորդ անգամ եկեք տնում ես վերջ, բառերը սկսում ես հիշել։